կացեք, որ ես էլ իրանց բան եմ արել, շնորհակալություն եմ հայտնել։ Դրանք ինչ կլինի դրանից հետո։ Սիմոնյան ԿՊ վարչությունը ավարտեց, падգամավորներին ընտրելու այդ ավարտել։ Ինչ սկզբունքով եք այս անգամ առաջնորդվել վարչությունը, ում է նախապատվությունը տալու։ Դե տեսեք, շատ կուսակիցներ, հիմնականում մարդիկ էին, ովքեր որ կուսակցական էին եւ որոնց որ մենք ճանաչում ենք, նաեւ կուսակցական գործունեության, ինչպես նաեւ падգամավորների գրեթե մեծ 99%-ը բացի մի քանի հոգուց նույնպես դիմել էին եւ գիտեք ինչ պետք է ասեմ, որ բոլոր որոշումները 99% որոշումները կայացվել են համարյա կոնսենսուսով, այսինքն ամենամեծ տարբերությունը երևի եղել է 2-3 դեմ մնացածը կողմ կամ հակառակը տրամաբանության մեջ եւ շատ դրական, ճիշտ է, ծանր դժվար 6-7-8 ժամով նստած ենք եղել մի սենյակում, շատ բավականին լավ գործընթաց էր։ Նոր դեմքեր կլինեն։ Շատ հետաքրքիր է։ Դե դերասանների մասին խոսքը որն է, կա մի հաղորդավար, եթե չեմ սխալվում, հա, որը որ հանրային հեռուստատեսությամբ ինչ որ ծրագիր է վարում, ճիշտ ասած, հա, եթե չեմ սխալվում, ուրիշ որևիցե մարդ, որը որ ձեր ասած մասնագիտությամբ չգիտեմ, բայց տեսել եք էլի բոլորի դեմքերը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ չեն անցել, հրապարակվել է։ Ինչ նորմ։ Այդ Սարգսյան դերժ բողոք հարկեր նայած ասաց, որ ԿՊ վարչությունը մերժել է իր բողոքը եւ նա այլևս ցանկություն չունի մասնակցել լինելու ԿՊ ցուցակում։ Բա ինչ ենք անելու։ Ինքը գիտի ինչ ենք մերժել։ Ասում է որևէ բարձաբանում չի ներկայացվել իրեն։ Թափանցիկ չեք ասում։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպեսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին դե ասեմ, ոնց ասեմ, բոլոր մնացածին նույնիսկ չի, այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանա ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառները։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել, նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելի չի, նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական։ Ուրեմն ես որևիցե մեկնաբանություն, իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի այս հարցազրույցը եւ դուք չեք պատճառում խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցը ասում, բուկմեյքերական գրասենյակները ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ վերել, բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի է ունեցել։ Իրան հարցրեք, եթե ինքը կուզենա մեկնաբանի, ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու, վարչության որոշումները հրապարակային են, իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք շփվում եք իրար։ Ոնց է բացարձակ։ Պարոն Սիմոնյան, Հարությունյանը զայրացրել է իշխանության միլիոնավոր դրամների պարգևավճարի բաժանումը գործադիրում հատկապես, որտեղ մինչև 9 միլիոնի է հասել վարչապետի պարագայում 11 միլիոնի ու աղքատության այս պարագայում այս փողերի շռայլ բաշխումը սեփական թիմակիցների միջև որքանով է ընդունելի ու ազնիվ։ Ուրեմն դրան նախ վարչապետը պատասխանել է իր երեկվա ասուլիսում, ես ուղղակի կավելացնեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, ովքեր որ դա իրականացնեն, իսկ այն մարդիկ, ովքեր որ պետք է դա իրականացնեն, չեն կարող լինել ոչ արեստավար, չեն կարող գալ ստեղ եւ դառնալ կոռուպցիայի ինչ-որ մի մասնիկ, որովհետեւ իրանց չի բավարարել եւ չի բավարարում այն աշխատավարձը, որը որ տրվում է, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ, իհարկե դա միգուցե էմպաթիա չի առաջացնում, որովհետեւ պաշտոնյան 20-30 տարվա մեջ ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռի հետ նաեւ պաշտոնյա է, բայց եթե դու ուզում ես ինքնաթիռը A կետից B կետ հասնի, քո ինքնաթիռը